հատուկ ծառայությունները օպերատիվ գործունեություն են իրականացնում Հունգարիայի տարածքում և տեղական ընդդիմությանն օգտագործում են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գաղափարն առաջ մղելու համար, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրանց հատուկ ծառայությունները Հունգարիայի տարածքում օպերատիվ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի ինչ-որ կերպ ստիպեն հունգարական կառավարությանը նման որոշում կայացնել, ասել է քաղաքական գործիչը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ուկրաինացի գործակալները փորձում են մոբիլիզացնել հունգարական ընդդիմությանը հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Խոսնակի խոսքով դրա համար Կիևը լուրջ ռեսուրսներ կգործարկի։ Ամերիկացի պաշտոնյաները դեմ են արտահայտվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու մասնակցությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ-ն հասկացնում է ռուս գործընկերներին, որ կնախընտրեր խուսափել հանդիպմանը կոշտ գծի կողմնակիցների մասնակցությունից, ինչպիսին է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորել էր Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլում, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտոնյաները շփման մեջ են ուկրաինական կողմի հետ հնարավոր բանակցությունները համակարգելու համար։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակտիվորեն հանդես է գալիս հյուսիսային հոս գազատարների դեմ ԵՄ-ի պատժամիջոցների օգտին, որպեսզի խոչընդոտի այդ ոլորտում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Մերցն ակտիվորեն աջակցում է հյուսիսային հոսքերի նկատմամբ ԵՄ-ի առաջարկած արգելքին, փորձելով դադարեցնել գազային կապերը վերականգնելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի ցանկացած փորձ։ Կանցլերը ձգտում էր ճնշել գազատարների աշխատանքի հնարավոր վերսկսման առավելությունների մասին ցանկացած ներքին բանավեճ։ Պարբերականը փոխանցում է քննարկմանը ծանոթ 3 անանուն պաշտոնյաների խոսքերը։ Բացի այդ, աղբյուրներից մեկը հայտարարել է, որ այդպիսով Մերցը ցանկանում է եվրոպականացնել հյուսիսային հոսքերի ճակատագիրը, քանի որ չի ցանկանում միայնակ բախվել Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր ճնշմանը։ Ֆինլանդիան Ռուսաստանի սահմանին սկսել է զորավարժություններ 5000 զինծառայողների մասնակցությամբ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Զորավարժությունները տեղի կունենան Գյումելնա-Աքսոյում մայիսի 23-ից հունիսի 1-ը։ Դրանցում ներգրաված են ավելի քան 5000 զինվորականներ, այդ թվում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև մոտ 700 միավոր տեխնիկա։ Ռուս պաշտոնյաները կենտրոնացած են Ստամբուլում սկսված տեխնիկական բանակցությունների անցկացման վրա, այլ ոչ թե Վատիկանում հանդիպումների, այս մասին հայտնել է Bloomberg-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Նրանցից մեկի խոսքով Մոսկվան հույս ունի, որ բանակցությունները կվերսկսվեն հենց Ստամբուլում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, սակայն չի հստակեցվել հանդիպման հնարավոր վայրը։ Պարբերականի տեղեկություններով ռուս պաշտոնյաները չեն ծրագրում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է բանակցությունների մեկնել Վատիկան կամ որևէ այլ տեղ։ Վատիկանում բանակցությունների խոչընդոտների թվում Bloomberg-ը նշել է Հռոմի կաթոլիկ և ռուս ուղղափառ եկեղեցիների միջև բարդ հարաբերությունները, ինչպես նաև Իտալիայի պարտավորությունը միջազգային քրեական դատարանի առջև։ Նույնիսկ եթե այս բոլոր խոչընդոտները հաղթահարվեին, բանակցությունները հեռու են համաձայնության հասնելուց, որը կպահանջի հանդիպում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր ստորագրելու համար, պնդում է պարբերականը։